Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային հերթական շաբաթն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր երկու հանդիպում ենք միասին դիտելու։ Քիչ անց կմեկնարկի այսօրվա առաջին հանդիպումը, որտեղ միմյանց հետ մրցելու են Երևանը եւ Արսենալը։ Տեսնենք այս երկու թիմերը ինչպես կանցկացնեն այս հանդիպումը միմյանց դեմ եւ մրցավարի սուլիչը լսվում է, խաղը մեկնարկեց։ Ձեզ էլ մաղթում եմ բարի դիտում։ Հիմա անցնենք թիմերի հայտարարություններին։ Շփող է։ Երևանից սկսենք։ Երևան դարպասում է համար 96 Տրթատ Ասելյանը, նա թիմի ավագն է։ Համար 2 Արթուր Քոչարյան, համար 7 Արեն Ովկելյան, համար 11 Աշոտ Մնացականյան, համար 15 Արտյոմ Ղազարյանն հենց մեկնարկում հիմա արագ նետվել էր գրոյի Երևանը։ Համար 33 Դավիթ Դավթյան, համար 45 Սպարտակ Հարությունյան, համար 77 Արտյոմ Ամիրխանյան եւ համար 87 Հայկ Կարապետյան։ Տեսնենք Երևանի առաջին կազմակերպած գրոյը եւ անկյունային է վաստակել Երևանի ֆուտբոլիստները։ Չին անկյունային է այս խաղում։ Ոչ, եզրային նետում էր։ Ալվեցինք։ Խանյան Գրյան արված եւ առաջին արվածը կա այսօրվա խաղում Արեն Բխտերյանը արվածում Արսենալ դարպասը պաշտպանում է համար 66 Անդրեյ Կուզմակովը, համար 4 Արման Կետիկյան, համար 6 Օքսեն Աբրահամյան, համար 7 Կամո Արզումանյան, համար 8 Դավիթ Ալիխանյան, համար 9 Էրիկ Կարապետյան, համար 13 Հարություն Իրախանյան, համար 17 Ինյավակ Արման Ակոբյան, 19 Էդգար Միրանյան, համար 21 Էրիկ Մանուկյան, համար 23 Տաղարման Հովիսամ և համար 77 Գևորգ Զարգարյան, խաղի մրցավարն է Վահագն Աբուլյանը։ Երևանն է գնդակով, ակտիվ են մեկնարկել հանդիպումը, Բխտերյան փոխանցումով ակված է։ Հարկեց Բխտերյանի հետ և այմը առաջին անկյունայինը այսվավի Երևանն է վաստակել։ Դանյանն է գնդակի մոտ փոխանցում, հրապարակ, գնդակը Դավթյանին, և այստեղ շատ լավ պաշտպանվեցին Արսենալի ֆուտբոլիստները, առաջ Կարապետյանի ուղղությամբ, լավ նկատեց կենտրոնում Արզումանյանին, ոչ Կարապետյանին, ներողություն Մանուկյանին, Մանուկյանի փոխանցումը ստացվեց Ամիրխանյան, շամի դրիբլինգի են իրապետում Արտյոմ Ամիրխանյանը, Ամիրխանյան ընկավ և այստեղ կանային արված վտանգավոր դիրքում Արտյոմ Ամիրխանյանի հետ պայքարում խաղում նկատեց խաղի մրցավարը։
Մեկնակի մոտ Ամիխանյանի արվածը պես կկայանա Սավարի սուլիչը կա Ամիխանյան արված և շատ բարձր է արվածում Ամիխանյանը Առաջին փորձը Ամիխանյանի այս խաղում Երկու արված արդեն կատարել է Երևանը, բայց երկուսն էլ դիպուկ չեն եղել Արսենալը լռում է Միրանյանն է սխալվում Ամիխանյան Կին անցել է գրոյ Երևանը Ամիխանյան Փոխանցում Վխկերյանի ուղղությամբ, բայց անապանն է լավ գործում պաշտպանությունում Փոքր լավ չեն մեկնարկել այս մրցաշարը երկու թիմերն էլ Թիմերն էլ 10 բան են անցկացրել այս մրցաշարում Օթական միավոր են վաստակել Սենալը խփած վաստակված առավելություն և մեկ հորիզոնական առաջ է գտնվում այս պահին 14 և 15-րդ հորիզոնականներն են կիսում այս թիմերը Շարի ետնամասերից Շարի նամասում գտնվող թիմերից են այս երկու թիմերը Մանուկյան արված Մանուկյանը փորձեց սարվածել և կրկին շեղ 6 րոպե անցավ Նավի մեկնարկից դիպուկ հարված չեն կատարել երկու թիմերն էլ Երևանը ակտիվ էր Ամիխանյան փոխանցում Անապանն է լավ գործում պաշտպանությունում Ստեղ էլ խաղթում Անսումանյանի հետ պայքարում Արագ վերադարձրին Երևանի տղաները գնդակը Խանյան փոխանցումը լավն էր Ամիխանյանի, բայց նորից պաշտպանությունը ամուր է Արսենալի լավ նկատեց Արզումանյան արված և ուղիղ դարպաց սապահ տրթա Տասերյանի վրա արվածը գնաց Կամո Արզումանյանի առաջին դիպուկ արվածը կա Արսենալը կանացրեց 2-2 արվածներով 1-0 Արտասին հարվածներով Արսենալի օգնին Ստեղ էլ խաղթում վտանգավոր պահեր չեն եղել երկու թիմերի կողմից էլ Դարցյան, արված և Կուզմակովն է հիմա էլ իր առաջին սեյվը գրանցում այս խաղում Կական սեյվ երկու թիմերի դարպասապանների կատարմամբ էլ արագ խաղարկեց գնդակը Արսենալը Գրո է սկսում Արսենալը
Արժվել Միրանյանը փոխանցում կետրոն, հեռացրեցին գնդակը Երևանի ֆուտբոլիստները։ Միլխանյան սլանում է առաջ աչեզրով, Ամիրխանյան փայլուն էր, դա փոխանցել է պետք, Ամիրխանյան և ուշացրեց փոխանցումը, չև այդ էր պետք փոխանցել Ամիրխանյան, ակիցը ազատ կանգնած էր կետրոնում, բայց որոշեց մեկ ֆուտբոլիստի էլ անցնել Արտյոմ Ամիրխանյանը, Երևանն է անցել գրոյի Ամիրխանյան ուժեղ էր այս փոխանցումը Դավթյանի։ Յան նորից Երևանն է նետվել գրոյի Ամիրխանյան, այս անգամ շատ վտանգավոր հարված կատարեց Արտյոմ Ամիրխանյանը, փոքր շեղ ընթացավ Ամիրխանյանի հարվածը, երկրորդ փորձը Ամիրխանյանի, դեռ երկուսն էլ չեն և տրթատ Ասենյանն է նորից գնդակիտերը արագ հետեց գնդակը առաջ և նորից Երևանն է անցել գրոյի Դավթյան ներել էդ գան Միրանյան շմանությունը դավթոցում Հավասար պայքար է դեռ ընթանում դաշտում երկրորդ ակնային է Արսենալի օգնի այս լավում տեսնում ենք, որ շատ լինել, փոխանցում առաջ, կանգավ լինել, այն ասավ գնդակ Ամիրխանյանին, Արտյոմ Ամիրխանյան, կին ցում, բայց Դավթյանն է իմ հարվածում, և շեղ էր Դավիթ Դավթյանի հարվածը դարձ եղավ և անկյունային
Արսենալը պաշտպանությունում։ Ամիրխանյան Ղազարյանի բայց դա կերացվեցին Արսենալի տղաները, երկրորդ տեպում է շահանակում Երևանի գրոր Ամիրխանյան ծածից փոխանցում արված Ղազարյան դարպասածողն է փրկում իմ Արսենալի նորից Ղազարյան ինչ էր կատարվում հիմա Արսենալի տուգանային մատույցներում փոխանցում վտանգալ կարող լինել, բայց այստեղ Կեպիկյան ներվել է հակագրոյ այստեղ Արսենալը Արզումանյան փոխանցում Կարապետյանի ուղղությամբ հասցրեց հիմա Ղազարյանը վերադառնալ և վերացնել գնդակը ցանկյունային Արսենալը կարողացավ այս վիճակից հետո վազվել Փոխանցում Կարապետյան արված և շեղ է արվածում Էրիկ Կարապետյանը ստանդարտը Արսենալին ինչ կտավ Արզումանյանն է գնդակի մոտ Սպիրիչը լսվում է փափուկ փոխանցում Կարապետյանի ուղղությամբ և հանգիստ որսած գնդակը տրթա Տասրյանը Ամիրխանյան մնաց գնդակով Ամիրխանյան և չկարողացավ իմացնել այստեղ Արսենալի ֆուտբոլիստի և նետվում իմ Արսենալը հակագրոյ Կեպիկյան արված Տասրյանն է նորից փրկում իր թիմին այլ Արզումանյանը խլեց գնդակը Մնացականյանից Արզումանյան Հացվեցին թիմերը Կեպիկյան լավ խարկումներ և ամո Արզումանյանի արվածը շատ լավ համագործակցեցին վերջին Արսենալի ֆուտբոլիստները այս Արզումանյանի հատվածից հետո նորից տրթա Տասրյանը հրկեց իր թիմին փոխանցում Կարապետյան հատվածը բարձր էր
Արդեն վերջին 5 րոպեները մնացին առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտին։ Դեռ 0-ներ են մեզ մոտ։ Երկու թիմերն էլ փորձում են ինչ-որ արդյունքի հասնել եւ հաշվի մեջ առաջինը անցնել առաջ։ Արզումանյան, վերջին րոպեներին շատ ակտիվ է Կամո Արզումանյանը, Միլանյան փոխանցում կլեցին հիմա Երևանի տղաները գնդակը Դարձյան, Սարգեսով շահում է առաջ Շավի Դարձյանը Կարապետյան Դարձյան Դարձված է գնդակը Կյան լավ նկատեց հիմա կենտրոնում Արզումանյանին Արզումանյան փոխանցում ցածրից այս նորից հեռացված է Ռամյան հրաշալի անցավ Ամիխանյանին ցածրից փոխանցում Կարապետյան արված եւ դարպասացող հիմա բրկում Երևանին ցնցած այստեղ հորիզոնական դարպասացողը Հերիկ Կարապետյանի արվածից հետո շարունակվում է Արսենալի գրոհը այս անգամ էլ Հերիկ Մանուկյանը արվածեց բայց վերջինիս արվածը շեղ է այս ամենավտանգավոր Արսենալը անցել էր գրոյին Հերիկ Կարապետյանի արվածից հետո հորիզոնական դարպասացողը ցնցած եւ փրկեց Երևանին Յան հրաշալի խաղարկում Արզումանյան փոխանցում եւ լավը չէր այս փոխանցումը Կամո Արզումանյանի մենք վերջին 5 րոպեներին ավելի ակտիվ է գործում Արսենալը հիմա էլ Քոչարյանն է սխալվում Աբրամյան Կարապետյան լավ փոխանցում Արզումանյանի նորից Կարապետյան թողեց դիմացին գնդակը լավ խաղարկումներ արված եւ գոլ Հոքսեն Աբրամյան հաշիվը 1-0 է դառնում մեզ մոտ շատ լավ գրո կազմակերպեցին հիմա Արսենալի ֆուտբոլիստները եւ հանդիպան հաշիվը բացեցին Հոքսեն Աբրամյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ առաջին խաղակեսի վերջին րոպեին կարողացավ Արսենալը ի վերջո արդյունքի հասնել այդ ճնշումը վերջին րոպեների տվեց իր արդյունքը եւ արդեն հետապնդողի դերում են հայտնվել Երևանի ֆուտբոլիստները տեսնենք նրանք ինչով կարձագանք են բայց կրկին Արսենալն է նետվել գրոյի Սում Արզումանյան վտանգավոր էր եւ վերջին պահին Կարապետյանն է հեռացնում գնդակը Կարապետյանին դիպավ գնդակը վերջին պահին հատված դարպասից
գրող նորից կազմակերպեցին Արսենալի հրաները և կարողացան արդյունքի հասնել։ Այ Երևանը պետք է գնա սրացը հետ բերելու։ Ռամյան Արսենալն է անցել գրոյի Մանուկյան, լավ անցավ այստեղ հարված վտանգավոր էր և հիպավ գնդակը ստեղ Էրիկ Մանուկյանի արվածից հետո թիմակցին փոքր խանգարեց Կարապետյանը հաշալի արված կարող էր լինել Մանուկյանի կողմից Անցել գրոյի Դավթյան, Ամիրխանյան, Դավթյան լավ պատխարկումներ, Ամիրխանյան և հաշիվը հավասար է, Արտյոմ Ղազարյանն է վերջո դառնում գոլեղինակ 1-1 և վերջ առաջին կեսն ավարտված է 1-1 հաշվով թիմերը գնում են ընդմիջման, մենք էլ կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ վերադարձանք երկրորդ հակեսը մեզ մոտ մեկնարկեց և առաջին կեսից հետո հաշիվը հավասար է 1-1 հանուր առմամբ առաջին կեսը հավասար պայքարում ընթացավ և երկու թիմերն էլ րոպեին կարողացան արդյունքի հասնել երկրորդ հակեսը ինչպես կթանայմա վտանգավոր էր Արսենալն էլ ներքել գրոյի, բայց Կարապետյանի արվածը չստացվեց, հիմա էլ Երևանն է շատ արագ պատասխանի, Ամիրխանյան, Դավթյան, Ին Ամիրխանյան, պատխարկումը չստացվեց այստեղ Ամիրխանյանի և Դավթյանի և նորից գնդակը անցնում է Արսենալին Արագ ես ներկայացնեմ թիմերի հայտարարությունները Երևան դարպասում է Տրթատ Ասիրյանը, Խոչարյան, Արաբ Մխկելյան, Մնացականյան, Արտյոմ Ղազարյան, այստեղ զգուշացվում է Քարտով Էրիկ Մանուկյանը, կազմման համար, Դավիթ Դավթյան, Սպարտակ Հարությունյան, Արտյոմ Ամիրխանյան և Հայկ Կարապետյան։ Այս ստանդարտից հետո Արսենալի կազմում շեն տեսնենք Ամիրխանյանն է գնդակի մոտ այս անգամ ինչ կմտածի Արտյոմ Ամիրխանյանը չկա Ամիրխանյան կին արված բայց շեղեր Արտյոմ Ամիրխանյանի արվածը Արսենալ դարպասում է Անդրեյ Կուզմակովը, Արման Քետիկյան, Օրսեն Աբրահամյան, Կամո Արզումանյան, Դավիթ Ալիխանյան, Էրիկ Կարապետյան, Ալիխանյան, Արման Քետիկյան, Էդգար Ալիխանյան, Էրիկ Զարգարյան, Կարի Մրցավարն է, Վագն Ագույանը։ Այսքանը պաշտոնական մասով Արսենալից աչքի ընկավ Օրսեն Աբրահամյանը, իսկ Երևանից Արտյոմ Ղազարյանը առաջին հակեսին ճակագրությունը խաղին Արսենալն է ներվել գրոյի բայց գրոն էլ անցյալում է
Մանյան, կարգողանցում խորքից Չարյանն է ապահության դեպքում հեռացնում գնդակը Առնաշփոթ էր Երևանի Կարապետյանը արված կրկին բարձր է արվածների Կարապետյանը Սոր եթե չեմ սխալվում դեր Կարապետյան լավ գործեց այստեղ Աբրահամյան պակեցին արվածը ճամփարը շահավորին Արսենալի գրով, բայց հելքլեցին գնդակենց Սորսեն Աբրահամյանից կանոն մարկագրել Երևանը Դացյան Դարքիրտնով շարժվել է առաջ Դացյան արված Սուպեր անկյում եմ բայց գործեց Դավիթ Դարցյանը Մակովին զարմացնել չկարողացավ դեպ շեղ էր Դավիթ Դարցյանի հատվածը Արսենալն է արագ պատասխանում Կարապետյան այստեղ նշանակել, տանի մրցավար, շատ տանգավոր դիրքում հիմա Տուգանային, աղթել էր, բարձվում է, Ասենյանը, հիմա տեսնենք այս Տուգանային Արսենալի, Աբրահամյանն է գնդակի մոտ, Սավարի Սուլիչն է կա, Աբրահամյան, Սալցրից փորձ, բայց հատին դիպչեց գնդակը, է անկյունային Արսենալյան հրապարակ և Ասելյանն է հերցնի գնդակը նրան լավ պակեցին անամանը Սոր հրաշալի հանդիպում է անցկացնում Արսենալի ճապոնացի ֆուտբոլիստը մի փոքր առավելություն ունի առածքային Արսենալը հիմա էլ հերբից փորձ այս անգամ Արման Քեպիկյանը արվածեց այս բարձր է նրա արվածը Մանյան հանգիստ անցավ այստեղ Ղազարյանին Աբրահամյան ասավ այս գնդակը դիմացին
Յան մնաց գնդակով կամ Արթումանյանը Սումաչ Յան փոխանցում Աբրամյան և 11 մետրանոց տեսնենք վերջո կպիտի այս դրվագը խաղի մրցավարը տեսնենք 11 մետրանոց կնշանակի թե միայն ուղղանայինով կբավարարվի այս արսենալը վերջո դիտեց խաղի մրցավարը դրվագը և միայն ուղղանային է վաստակել այստեղ արսենալը Էրիկ Քարտել ձեռքում է Ուշացվում է Արթուր Քոչարյան այս խաղման համար Գծի վրա խաղում է եղավ տեսնենք Ուղղանային արսենալի կրկին շատ վտանգավոր դում Արթումանյանն է գծակումով Իրանյան Ուղղանայինը Ակվորսած գնդակ այստեղ ասերյանը Այս ընկել է իմ այնտեղ Ացեստեր նորից Կարապետյանն է Հաշվի մեջ փոփոխություն չկա երկու թիմերն էլ պայքարում են հաշվի մեջ առաջանցնելու համար և միավոր վաստակելու Կյան լավ շրջվեց փոխանցում Կարապետյան Փոխանցում, լավ փոխանցում Կարապետյանին արված և հիմա Հարությունյանն էր այնտեղ հայտնվել մենակ և Սպարտակ Հարությունյանը պաստավոր դիրքից բարձր է արվածում Այսա շատ լավ հնարավորություն էր հիմա Երևանի համար Առաջին անգամ այս խաղը հաշվի մեջ առաջանցնել, բայց շահաջողվեց Հարությունյանին գրավել Արսենալն է անցել պատասխանագրոյի Անցում այստեղ էլ Սականյանն է հեռացնում գնդակը Յան Շփոթ է Այս կարողացավ խլել գնդակը Սպարտակ Հարությունյանը Դավթյան Հատվում է առաջ Դավիթ Դավթյանը
Կարապետյանի Սավ համապայքան այստեղ Կյանն է իր ծառայությունները առաջարկները, բայց եզրային է Սուլտուգան էին իր ապարակ Արսենալի տղաները հակագրում են 4-3-ի դիմաց Պետյան կրկին Մանուկյան արված Կատասերյանն է նորից ոսում գնդակը արակ նետեց գնդակը Կենտրոն Ամիրխանյան Կարեպ ամիր մոտ գնդակը փոխանցեց ի վերջո Դավթյանին Դավթյան բայց ապանի հետ խախտեց հայկամները Դավթյանը Սենալը անցած տուրում հանդիպեց Արցախին և մազագույն հաշվով պարտություն կրեց և շատ լավ պայր ունեին Սենալի ֆուտբոլիստները այդ խաղում, բայց չկարողացան ի վերջո միավոր վաստակել իսկ Երևանը մրցեց հետնապահ Ռեալի հետ և մեկ միավոր վաստակեց վտանգավոր է Եվ գոլ կրկին Արսենալը առաջ է անցնում հաշվի մեջ, եթե չեմ սխալվում նորից Հովսեն Աբրահամյանն է դառնում մեզ մոտ գոլի հեղինակ 2-1 Կարապետյան 2-1 կրկին հաշվի մեջ առաջ է անցնում Արսենալը Հերմուց կատարեց Հովսեն Աբրահամյանը հետ արտասատավ և երկրորդում ավացավ Էրիկ Կարապետյանը գնդակը մթրջել դրտա Դասերյանի դարպասը և հոբելյանական 100-րդ գոլն է հեղինակում Էրիկ Կարապետյանը ԱՖԷԼ-ի շրջանակներում պատմական ցուցանիշ Արսենալի արձակվողի համար շնորհավորում եմ նրան և նորից հետապնդողի կարգավիճակում է հայտնվել Երևանը Երևանը կանցնի առաջ Եվ բերելու վերջին 5 րոպեներն են մնացել հիմնական ժամանակի ավարտին այստեղ անկյունային խաղացած է Ամիրխանյան Այլ Կարապետյանը պաշտպանությունում է արդեն եկել թիմակիցների օգնելու այսօր մեծ ծավալի աշխատանք է կատարում Արսենալի արձակվողը Կարապետյանը Կամպայրից հետո, փորձերից հետո ի վերջո կարողանում է իր գոլը խփել այս խաղում Էրիկ Կարապետյանը այն էլ ինչ գոլ 100-րդ հոբելյանական գոլը ԱՖԷԼ-ի շրջանակներում Եվանն էլ ոսում էի, որ
ասեց հայտնապար Ռեալի հետ և չկարողացավ հաղթանակի հասնել այնտեղ։ Ամենը մեկ միավոր վաստակից են Երևանի հավերայից խաղում։ Արագ ներվեց Երևանը, Կանյան, մենք արդեն տանձրև է տեղում, Մրկելյան, փոխանցում և շատ վտանգավոր էր հիմա։ Կարող էր այստեղ Մրկելյանի փոխանցումից հետո Դարցյանը եզրափակել, այս չհասավ այդ գնդակին։ Նետվել գրոյի և վտանգավորին Մանուկյան արված և գոլ, այո, Մանուկյանն էլ է դառնում գոլեղինակ և կրկնապատկում իր առավելությունը, Էրիկ Մանուկյան 3-1, Արսենալը շատ ուժ առավելություն, անի վերջնամասում Մանուկյան 3-1 գոլի առավելություն է ստանում Արսենալը Երևանի նկատմամբ և մեծ քայլ է կատարում արդեն սոպա խաղում 3 միավոր վաստակելու քանի րոպե կա հիմա վտանգավոր էր Աբրահամյանն է արված կատարում ընթացքից հորիզոնական դարպասաձողն է փրկում Երևանին Այս գոլերից հետո Արսենալն է տեսնում ենք որ ակտիվացել փոխարեն լավ խաղարկում տեսանք Արսենալի ֆուտբոլիստներից 3 գոլերն էլ նրանց պայման համագործակցության արդյունքներ կատարեց Արզումանյան Կարապետյան և գոլ Հիմա խաղի ելքը վճռված է Ոչ, Կարապետյանը չդիպավ այս գնդակին, որովհետև դառնում է գոլեղնակ այս անգամ Մանուկյանը գտին Վտանգավոր է Դավթյան արված և գոլ Շատում է մի փոքր հաշվի տարբերությունը Դավիթ Դավթյանը 2 Կեսի տեսնում ենք վերջնամասը ներով լի է տանում և Ամասապայի սխալից հիմա կարողացավ Դավիթ Դավթյանը կրճատել հանդիպման հաշիվը 4-2 ներվել է առաջ Երևանը Ամիր Խանյան Խանյան արված և Ամիր Խանյանի այսօրն է բան չի ստացվում այսօր Արտյոմ Ամիր Խանյանի մոտ
մեզ մոտ։ Վիկ Մանուկյանն էլ իր անվան դիմաց տուղել է գրանցում, հիշեցնեմ։ Յան լավ գտավ կենտրոնում Արզումանյանի հետ անգվիստ իմախաղակումներով արժվում են առաջ Արսենալի ֆուտբոլիստները, որովհետև նրանք շտապել ու բան չունեն։ Յան Մաքուր խլեցին գնդակը Էրիկ Կարապետյանից։ Մամյան, անցավ գնդակը։ Երբեր սուլում է խաղի մրցավարը, խաղն ավարտված է Արսենալը 4-2 հաշվով հաղթում է Երևանին և 3 միավոր է վաստակում այս խաղում, շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց սիրելի ֆուտբոլիստներ, 6 գոլ և 2 դեղին տեսանք այս խաղում և այսքանն ենք պատրաստել այս խաղի համար, մնացեք մեզ հետ, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։